Այն, ինչ փոքրիկների մասին է, ուրեմն մայրիկների համար է։ Բարև ձեզ, եթերում Մամ Ինֆոն է։ Երկրորդ երեխայի ծնունդն ընտանիքում, ծանոթ, բայց նոր զգացողություններ։ Նորածնի զգայարաններն ու ռեֆլեքսները, ինչ է զգում եւ ինչ է կարող անել փոքրիկը։ Ծնողական իրավունքներ, դրանց չարաշահումն ու իրավունքներից զրկումը, քննարկում, տաղավարում։ Ավելի մանրամասն առաջիկա րոպեներին։ Առաջնեկի ծննդից հետո ոչ բոլոր մայրիկներն են շտապում երկրորդ բալիկն ունենալ։ Պատճառները հասկանալի են, բայց եւ սուբյեկտիվ։ Մեր այսօրվա հերոս մայրիկը խիզախների շարքից է, ով չուշացրեց երկրորդ բալիկի ծնունդը, չնայած խնդիրների պակաս չունի։ Առաջարկում եմ ծանոթանանք նրա հետ։ Փոքրիկ Լարան արդեն 2,5 տարեկան է։ Նա անհամբերությամբ է սպասում քույրիկի ծննդին, պատրաստակամ է օգնել մայրիկին ու հասկանում է, ինչ հրաշք է սպասվում իրենց ընտանիքում։ Մինչ նա խաղում է անուններ տալով նկարի տիկնիկներին, մայրիկը պատմում է այս հրաշքի առօրյայի մասին։ 1-4-ից արդեն մի քանի դրոշ է սովորել, հաշվել է սովորել, հիմա արդեն փոքրիկ ոտանավորներ գիտի անգիր, շաբաթվա օրեր, տարվա եղանակներ, տենց կողմեմ ինչքան շատ գիտելիքներ տար երեխային փոքր տարիքում, քան ավելի հետո իր համար հեշտ կլինի, որովհետև փոքր տարիքում ընկալելը ավելի հեշտ է։ Նա ոչ թե ինքը առանձնահատուկ գիտելիքներ ունի, այլ հենց ցանկացած երեխայի հետ էլ եթե ժամանակ տրամադրես, եթե սովորեցնես, իմ կարծիքով արդյունք կտա։ Երկրորդ փոքրիկի ծնունդը նոր պատասխանատվության առաջ է կանգնեցնում երկու ծնողներին։ Նրանցից յուրաքանչյուրն իր բաժին պարտականություններն ունի, որի լիարժեք կատարման դեպքում դժվարությունները առավել աննկատ են դառնում։ Ըստ իս երեխան չպետք է պլանավորվի, Աստված երբ կամենում է, երբ ցանկանում է, այն վախն էլ պիտի ունենաս։ Չենք պլանավորել, պատահական իմացանք երկրորդի ծնունդի մասին, բայց պատրաստ եմ մեծ հաշվիկով երկուսին էլ կխնամեմ, քանի որ երեխան ամենամեծ երջանկությունն է։ Աստծո պարգև է, քանի անգամ պարգևատրվեմ, այնքան ավելի երջանիկ կզգամ։ Տոքսիկոզ, հյուծվածություն, այդպես ուտելու հետ մեծ խնդիրներ, առաջի 4 ամիսների ընթացքում համարյա չէի կարողանում կանգնել, հիմնականում պառկած էի, դրանից հետո արդեն մի քիչ վերականգնվում եմ։ Առաջնեկի շատ դժվար էր եւ հղիության ժամանակահատվածը եւ հետծննդյան շատ դժվար ծնունդ էր։ Շատ քիչ ժամանակահատվածում հաջողվեց հաղթահարել, որովհետեւ երջանկության ուժը ավելի մեծ էր, քան այդ ֆիզիկական ցավերի։ Մայրիկս շատ մեծ օգնություն ցուցաբերեց, մինչև երեխայի կնունքը ինքը երկուսիս էլ խնամեց, որովհետեւ ես էլ խնամքի կարիք զգում։ Բայց դրանից հետո արդեն կնունքից անմիջապես հետո կարելի է ասել, ոնց որ այդ հենց մի օրում էլ միանգամից վերականգնվեցի եւ հոգեբանորեն եւ ֆիզիկապես, ու ավելի մեծ հաճույք էր եւ եթե ֆիզիկականս թույլատրեր, հենց առաջի օրվանից ես կխնամեի երեխային, որովհետեւ դա ավելի շուտ է օգնում հոգեբանորեն վերականգնվել, ավելի մեծ հաճույք զգալ եւ վայելել այդ երեխայի հենց երեխայի խնամքի մեծ հաճույքը։ Առաջի տեղում երևի ինչպես մնամ բոլոր մայրերի մոտ երեխայի խնամքն է։ Դրանից հետո արդեն տան հոգսեր, հետո արդեն ես։ Ճիշտն ասած միշտ դեմ եմ եղել դրան, բայց զուտ ժամանակային առումով չեմ հասցնում ինձ այնքան ժամանակ տրամադրել, որը կցանկանայի որ։ Դեռ չեմ պատկերացնում, ինչպես պետք է լինի, երևի ունենալուց հետո արդեն ինչ որ ձևի կկազմակերպեմ այդ ուշադրությունը, հոգսերը, բայց դե եթե Աստված գտնում է, որ դու ի վիճակի ես, եթե տալիս է, ուրեմն մտածում եմ, որ ի վիճակի ես, դու էլ ինչ որ ձևի պետք է արդեն դու էլ քեզ դրան տրամադրես, որ դու անպայման կարողանալու ես այդ հոգսերը քո վրա վերցնես։ Առաջնեկի անունը ամուսնուս հորաքրոջ անունն է, մի քիչ մեր հարսանիքի վրա տենց դեպք եղավ, հորաքույրը եկավ որ մասնակցի մահացավ,
Հենց աղջիկ ունեցանք, առանց քննարկվելու այդ հորաքրոջ անունն էլ դրեցինք։ Երկրորդը դեռ քննարկման մեջ է, դեռ ոչ մի տենց անուն չենք ընտրել, բայց ընտրությունը կատարվում է միասին։ Մի փոքր էլ ու լույս աշխարհ կգա այս ընտանիքի երկրորդ փոքրիկը, երկրորդ երջանկությունը, երկրորդ պատասխանատվությունը, գուցե ընտանիքում երկրորդը, բայց երբեք երկրորդականը, այլ նույնչափ սիրելին ու սպասվածը։ Ես միշտ այն կարծիքին եմ եղել, որ քրոջը անպայման քույր է հարկավոր։ Դե եթե տղա լիներ էլի որ, բայց ես մանկուց էլ աղջիկ երեխաների մասին եմ երազել, չգիտեմ ինչու միշտ ինձ աղջկա մայր եմ պատկերացրել, հենց։ Բայց երեխայի բերկրանքը ուրիշ զգացողություն է, տղա երեխայի աղջկանը ուրիշ զգացողություն։ Առաջնակի դեպքում ճիշտն ասած չէինք իմանում ինչ էր, ծնունդից հետո իմացանք, բոլորի համար մեծ ուրախություն էր, որովհետև սեռի տարբերություն չկար մեզ համար։ Դե երկրորդի դեպքում երևի մնացած հարազատները կցանկանային, որ տղա լիներ, բայց աղջկա դեպքում էլի որ ուրախությունը մեծ է։ Շատ ծնողներ զարմանում են, որ երեխան կյանքի առաջին օրերին կարող է շատ բան անել։ Դրանք ակամա բնածին ռեֆլեքսներ են, որոնք առկա են նրա վարքագծում։ Նորածնի ռեֆլեքսների և գործող զգայարանների մասին պատմում է մանկաբույժը։ Երեխան լույս աշխարհ է գալիս եւ ծնվում է լինելով լիովին անպաշտպան եւ կարիք ունի հոգատար վերաբերմունքի, բարյացակամ վերաբերմունքի ծնողների կողմից եւ շատ կարեւոր է երեխայի համար շրջապատված լինել քնքուշ, մեղմ մթնոլորտում, որպեսզի նա մեծանա։ Եթե մթնոլորտը դրական է լինում, մեկ ամսեկանի վերջում արդեն երեխայի դեմքին արտահայտվում է ժպիտ։ Դա ոչ բոլոր երեխաների մոտ են, բայց եթե իրոք էս դրական մթնոլորտ ապահովված է, դա ծնողները նկատում են։ Ուրեմն մեկ ամսեկանում երեխան կարողանում է ֆիքսել հայացքը վառ գույնի իրերի վրա, այսինքն նրա մոտ այդ տեսողության կենտրոնացում է տեղի ունենում արդեն մեկ ամսեկանում։ Երբ նրան պառկեցնում ենք փորիկի վրա, նա կարողանում է ձգտում է բարձրացնել դեմքը եւ մի քանի վայրկյան կարող է այդ դիրքով պահել գլուխը։ Երկրորդ ամսվա ընթացքում երեխան հայացքով հետևում է շարժվող առարկաներին, ինչպես նաև եթե լսում է կտրուկ բարձր ձայն, վեր է թռնում կամ արագորեն սկսում է թարթել աչքերը։ Սա վկայում է այն մասին, որ երեխայի մոտ արդեն տեղի ունենում լսողության եւ տեսողության կենտրոնացում, արդեն կենտրոնացնում է իր ուշադրությունը։ Պատահում է, չէ՞ որ չի սպասվում այդ բարձր ձայնը, բայց հանկարծ հնչում է տան մեջ, ծնողները իսկույն դա նկատում են։ Մի փոքր որ ուշադիր լինեն, կզգան, որ երեխան իրոք լսում է, որտեղ ուշադրությունը կենտրոնացնում է, կամ խաղալիքների միջոցով, եթե խաղալիքը շարժվող է, դեմքի մոտ պահում են, նա անպայման հայացքով ֆիքսում է շարժվելուն, առարկայի շարժումին է ֆիքսում։ Նորածինը կյանքի առաջին իսկ օրերից ոչ միայն բավական հմտություններ ունի, այլև սովորելու, յուրացնելու հսկայական ներուժ։ Շատ ծնողներ զարմանքով են մոտենում փոքրիկի կատարած ամեն մի շարժմանը, արձակած ձայներին։ Այնինչ զարմանալու ոչինչ չկա, քանզի երեխան մեծանում է ու նրա ունակությունների ավելացումը միայն ժամանակի հարց է։ 3 ամսեկանում արդեն երեխային երբ պառկեցնում ենք փորիկի վրա, նա է վիճակի է բարձրացրած պահել գլուխը, ինչպես նաև կրծքավանդակը եւ այս դիրքով նա կարող է լինել 1-1.5 րոպե։ 3 ամսեկան երեխան արդեն ի վիճակի է ծիծաղել։ Երբեմն 3 ամսեկանի վերջում 4 ամսեկանի սկզբում երեխան ուրախ ժամանակ, երբ նրա հետ խոսում են, քնքուշ ձայն է լսում, նա ի վիճակի է բարձրաձայն ծիծաղել, ծղրտոց է հանում, թաթիկներն է արագ շարժում, ոտքերը։ Սա նշանակում է, որ երեխայի արդեն հոգեկան եւ էմոցիոնալ զարգացում է տեղի ունենում։ Նույնիսկ 4 ամսեկանում, երբ երեխային միայնակ թողնում են օրորոցում կամ սենյակում չկա մեծ, նա կարող է
բարձր ձայնով աղաղակել, այսպեսով արտահայտում է իր դժգոհությունը։ 5 ամսական երեխաներին բնորոշ է, որ նրանք արդեն շարժումներ են կատարում, որը ուղղված է նպատակասլաց շարժումներ են կատարում եւ եթե նրան հարցնենք որտեղ է այս կամ այն իրը, ինչին ինքը ծանոթ է եւ հաճախ լսել է այդ իրերի մասին, նա հայացքով սկսում է փնտրել։ 5 ամսեկանում արդեն երեխան կարողանում է իր երկու ձեռքերում պահել մեկական առարկա։ 5 ամսեկանում երեխան ի վիճակի է նստել, նույնիսկ ինքնուրույն, պարզապես նա ինչ-որ տեղից պետք է բռնվի։ Եթե իրեն հարմարությունը ստեղծված է, նա կարող է բռնվել եւ ինքնուրույն նստել ու պահել իրեն այդ դիրքում։ Իսկ արդեն 6 ամսեկանում նա ձգտում է երեխաների մեծ մասը արդեն չոչ են անում։ Հաճախ պետք է ծնողները պարկեցնեն փորի վրա, որովհետեւ իրենք էլ են զգում, թե երեխան ինչպես է փոխվում։ Նա ի վիճակի է լիովին թեքվել փորիկից մեջքի վրա, մեջքից փորիկի վրա, չոչել։ 6 ամսեկանում երեխան կարողանում է օգտվել իր շշից, եթե նա շշից օգտվում է, հանգիստ կարող է վերցնել, նա գիտի դա ինչի համար է, այսինքն նրա գործողությունները նպատակաուղղված են, արդեն գիտի ինչ առարկան ինչի համար է, որով ինքը ընթացքում շփվել է։ 8 ամսեկան երեխան, եթե մենակ թողնում ենք սենյակում, նա անպայման սկսում է բարձրաձայն մտադրված ձևով բարձրաձայն լաց լինել, ինչով նա կանչում է մեծերին։ 10 ամսեկանի վերջում, 11 ամսեկանում երեխան արդեն կարողանում է արտաբերել մի վանկից բաղկացած խոսքեր։ Ամեն ամիս մեր փոքրիկը մի նոր բան է սովորում՝ տեսնել, լսել, զգալ մայրիկի ջերմությունը, արձագանքել հաճելի ծղրտոցներով։ Այս ամենն արդեն լավ սերտված են։ Ահա եւ նրա առաջին ատամիկը։ 1 տարեկան փոքրիկը սովորաբար արդեն 8 ատամ է ունենում։ Մեր ծնողները հաճախ հարցնում են առաջին ատամները երեխան երբ պիտի հանի։ Դրա համար չկա հստակ ընդգծված օրենք, որովհետև սա խիստ անհատական է։ Մենք գիտենք, որ յուրաքանչյուր հարցում մեծ դեր ունի ծնողների կողմից ժառանգական նախատրամադրվածությունը։ Եթե ծնողները ատամ են հանել ուշ, այսինքն 10-11 ամսեկանում, ուրեմն հավանականությունը մեծ է, որ երեխայի մոտ նույնպես այդ տարիքում կլինի առաջին ծկտումը ատամի, սակայն նույնիսկ լինում է, որ շուտ են հան 4 ամսեկանից։ Դա էլ է նորմալ համարվում, մենք ասելով նորմալ այս դեպքում մի նկատի ունենք մեծ մասը երեխաների, որ տարիքում են սկսում հանել։ Այո, իհարկե նորմալ է, սակայն ստատիստիկ տվյալների հիման վրա հիմնականում 6 ամսեկանից են հանում։ Ուրեմն 6 ամսեկանում պետք է երեխայի մոտ ծկտի առաջին ներքևի մեջտեղի ատամը եւ 6-ից 7 ամսեկան հասակում արդեն 2 ներքևի մեջտեղի ատամները երեխան հանած է լինում։ 1 տարեկանում արդեն 8 ատամ պետք է ունենա, որովհետև 8-9 ամսեկանում հանելու է վերևի 2 մեջտեղի ատամը, հետևաբար 9-ից 11 ամսեկան, 9-ից 10 ամսեկանում կողքի 2 ներքևի ատամները եւ արդեն 1 տարեկանում վերևի 2 կողքի ատամները, այսինքն 1 տարեկանը լրանալուն պես երեխայի մոտ պետք է լինի 8 ատամ։ Բալիկի լույս աշխարհ գալուց հետո մայրիկը պետք է արդեն տեղյակ լինի, ինչ է կարող անել երեխան, ինչպես ճիշտ խնամել նորածնին, որպեսզի ձեր բալիկը մեծանա առողջ, իսկ խնդիրների մասին իմանաք ավելի վաղ, եղեք հետևողական, ուշադիր զննեք ձեր փոքրիկի մարմնի մասերն ու կատարած ամեն շարժումը։ Ծնող լինել դեռ չի նշանակում երեխայի հետ անել այն, ինչ ցանկանում ես։ Ծնողական իրավունքներն իրականացնելիս ծնողները չպետք է վնաս պատճառեն երեխայի ֆիզիկական եւ հոգեկան առողջությանը։ Երեխաների դաստիարակության եղանակները պետք է բացառեն նրանց նկատմամբ կամահարական, կոպիտ, դաժան, մարդկային արժանապատվությունը նսեմացնող վերաբերմունքը, վիրավորանքը կամ շահագործումը։ Ինչ իրավունքներ ունեն ծնողները, երբ են նրանք զրկվում իրավունքից։ Այս եւ մի շարք այլ հարցերի մասին կզրուցենք այսօրվա իմ հյուրի հետ։ Փաստաբան Էլադա Ղահրամանյան։ Բարև, Էլադա։ Թեման ծավալուն է, շատերի համար գուցե ցավալի։
Այնուհանդերձ եկեք պարզենք, ինչ իրավունքներ ունեն հայր եւ մայր ծնողները։ Արդյոք ըստ օրենքի նրանց իրավունքները հավասար են։ Նման հարցի լուծում ստանալու համար օրենսդիրը հստակ սահմանել է նորմեր, որոնք որ կարգավորում են ԼՂ սահմանադրությամբ, երեխաների իրավունքների մասին օրենքի համաձայն, ինչպես նաև ընտանեկան օրենսգրքով ամրագրված կարգով։ Եվ տվյալ պարագայում միանշանակ օրենսդիրը հստակ սահմանում է, որ ծնողները ունեն հավասար իրավունքներ, ինչպես նաև երեխայի նկատմամբ կրում են հավասար պարտականություններ, այսինքն չի տարանջատվում հայր կամ մայր ծնողի իրավունքները մեկը մյուսից, մեկին առավելապես դասվի կամ ավելի նվազ, հետևաբար ծնողները բնականաբար կրում են հավասար պարտականություն, ինչպես նաև ունեն հավասար իրավունքներ, այսպես ասենք։ Երբ է ծնողը զրկվում ծնողական իրավունքից։ Նախ ծնողական իրավունք ասելով, ինչպես նշեցի քիչ առաջ, պետք է նաև պարտականությունը հետը համակցեք, եւ եթե ծնողը բնականաբար ունի պարտականություն եւ չի իրականացնում ծնողական պարտականությունները, ըստ այդմ օրենսդիրը նույնպես նշում է վավերապայմաններ, որոնց առկայության դեպքում ծնողը կամ նրանցից մեկը, ծնողները ավելի շուտ կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական երեխայի նկատմամբ ունեցած ծնողական իրավունքներից։ Եվ տվյալ հարցի լուծման համար նախ պետք է դիմում ներկայացվի, այսինքն նման առկայություն իրավունքի պարտականության ավելի շուտ խախտման առկայության դեպքում պետք է դիմում ներկայացվի համապատասխան ձևով, որպեսզի փաստը արձանագրվի եւ ըստ այդմ էլ դիտարկվի, քննարկվի այդ հարցը, արդյոք ծնողը որպես ծնող չի իրականացնում իր ծնողական պարտականությունները եւ այս հարցին անդրադառնալիս պարտադիր միանշանակ խնամակալության եւ հոգաբարձության մարմինների ներկայությունը պետք է խոսք վերաբերում է դատական կարգով սույն հարցը քննարկելիս պետք է նրանց ներկայությունը պարտադիր լինի, քանզի անչափահասների գործով դատական քննության ընթացքում ցանկացած հարցի քննարկման ընթացքում խնամակալության հոգեբարձության մարմինների ներկայությունը պարտադիր է, որովհետեւ խնամակալության հոգեբարձության մարմինները կատարում են հետազոտություններ, կանում են համապատասխան ակտեր եւ տալիս են եզրակացություն, արդյոք նշված ծնողը, որի դեմ որ ասենք դիմում է ներկայացվել, իրականում չի կատարում իր ծնողական պարտականությունները եւ եթե անդրադառնանք թե որ դեպքերում կարող է ծնողը զրկվել ծնողական իրավունքներից, ապա ընտանեկան օրենսգրքով ամրագրված է, որ մի քանի վավերապայմաններ հատկանշական այն է, որ ծնողների իրավունքների եւ պարտականությունների համակցության արդյունքում գալիս ենք այն եզրակացության, որ ոչ միայն օրենքով, ասենք, ամրագրված իրավունքների մասին է խոսքը, այլ որպես ծնող պետք է նաեւ նկատի ունենա, որ ծնողը պետք է նախ ինքը գիտակցի, որ ինքը ծնող է, պետք է կատարի իր պարտականությունները, կան դրույթներ, որոնց խախտումը բերում է արդեն միանշանակ, եթե անդրադառնանք օրենքով նշված դրվագներին, ապա դրանք մի քանիսն են։ Երեխայի նկատմամբ համահարամական, դաժան, կոպիտ վերաբերմունք ցուցաբերելը, իր ծնողական պարտականությունների չարամտորեն կատարումից, ծնողական պարտականություն կատարած չարամտորեն խուսափելը, ընդ որում ալիմենտ չվճարելը, երեխայի նկատմամբ հանցագործություն կատարելը, բռնություն կատարելը, եթե ծնողը տառապում է արկալամոլությամբ, թմրամոլությամբ եւ այլ, ասենք, ախտանիշներով հիվանդությամբ, որոնք որ ասենք կարող են բացասական ազդեցություն ունենալ երեխայի հետագա զարգացմանը եւ այլն, այսինքն սա այն վավերապայմաններն են, որոնց միանշանակ առկայության դեպքում կարող է դատական կարգով որոշվի, որ տվյալ ծնողը որպես ծնող պետք է զրկվի իր իրավունքներից անբարոյական վարքագիծը եւս կա նաեւ նշված դրվագը, որ ծնողներից մեկը եթե հակաբարոյական վարքագիծ է դրսևորում, դա նույնպես դատարանը կարող արձանագրել որպես այսպես ասած հիմք նշված ծնողին ծնողական իրավունքներից զրկելու համար։ Միաժամանակ ուզում եմ նշել, որ ծնողական իրավունքներից զրկելու հարցի քննարկումը
պետք է 10 տարին լրացած երեխայի կարծիքը դատարանը հաշվի առնելով քննարկի։ Այսինքն Այն մինչև 10 տարեկան երեխայի կարծիքն այստեղ այս պարագայում արդեն հաշվի չի առնում դատարանը։ Ընտանեկան օրենսգրքում նաև այդ հարցին է անդրադառնված, թե եթե երեխայի անչափահասի կոնկրետ դեպքում անչափահասի իրավունքները եթե ոտնահարվում են, նրա նկատմամբ եթե որևէ բռնություն է գործադրվում, դաժան վերաբերմունք է գործադրվում, արդյոք անչափահասը իր իրավունքների պաշտպանության համար կարող է ինքնուրույն հանդես գալ, թե ոչ, օրենսդրությամբ նշված է, որ եթե դատական կարգով, սահմանված կարգով լրիվ գործունակ ճանաչված անչափահասը, եթե կա նման դատարանի որոշում, որ նա արդեն լրիվ գործունակ է ճանաչված, ապա նա իրավունք ունի հանդես գալ ինքնուրույն։ Իսկ եթե նա անչափահաս է, սակայն նման վերաբերմունք է նրա նկատմամբ դրսևորում, ապա նա իրավունք ունի դիմելու համապատասխան մարմիններին, խոսքս վերաբերում է եւ խնամակալության արգելության մարմիններին եւ հայտնել նրա մասին, որ ասենք նրա հետ նման վերաբերմունք են հենց դա է ուզում հարցնել, անչափահաս երեխան իրավունք ունի, կարող է ինքնուրույն ինքնակամ հրաժարվել ծնողների կամ այլ խնամակալի խնամակալությունից։ Միանշանակ երեխան պետք է հայտնի դրա մասին, եթե քաղաքացին կամ պաշտոնատար անձը, որին արդեն այդ տվյալ տեղեկությունը հայտնի է, արդեն տվյալ քաղաքացին կամ պաշտոնատար անձն է պարտավոր այդ տեղեկության հիման վրա դիմել խնամակալության արգելության մարմինին, իսկ վերջիններս արդեն պարտավոր են այդ հարցի լուծման համար կատարել հետազոտություն, դիմել դատարան, սակայն երեխան, եթե անչափահաս է, նրա փոխարեն նրա իրավունքների պաշտպանությունը արդեն բնականաբար դատական կարգով որպես օրինական ներկայացուցիչ կարող է հանդես գալ ծնողներից մեկը կամ խնամակալության արգելության մարմինը որպես օրինական ներկայացուցիչ։ Սակայն 10 տարին լրացած երեխայի կարծիքը դատարանը պետք է հաշվի առնի, երբ քննարկվում է ծնողներից որևէ մեկի հետ ապրելու, ծնողական իրավունքներից զրկելու եւ այլ հարցերը։ Այ որքանով է երեխայի կարծիքը այստեղ հաշվի առնում, որ ծնողի հետ ապրի երեխան։ Միանշանակ ապրելու վայրը որոշելու ժամանակ արդեն դատարանը եւ երեխայի կարծիք հաշվի առնելուց զատ արդեն անդրադառնում է նաեւ ուշադրության արժանի այլ շահերին, ասպես ասենք, որ սկզբում պետք է նշեի այն, որ առաջին հերթին դատարանը նման հարցեր քննարկելիս առաջնահերթ ուշադրություն է դարձնում երեխայի շահերին, առավելագույնս երեխայի շահերին, միանշանակ երեխայի շահերին անդրադառնալիս նաեւ դատարանը կարող է հաշվի առնել ուշադրության արժանի այլ շահեր, ծնողներից յուրաքանչյուրի ապրելաոճը, նրանց վարքաձևը, նրանց եկամուտները, նրանց երեխայի համար բավարար կենսապահովման միջոցներ ունենալու կամ չունենալու արկայությունը, եթե կան քույր եւ եղբայրներ, երեխաներից յուրաքանչյուրի մեկ մյուսի հետ կապվածությունը, ինչպես նաև ուշադրության արժանի այլ մի շարք շահեր, որոնք որ հիմնականում համակցելով, ինչպես նաև խնամակալության արգելության մարմինների հետազոտություն են իրականացնում ծնողներից յուրաքանչյուրի բնակարանային պայմանների, նրանց բնութագրող հատկանիշների վերաբերյալ եւ վերջում տալիս են եզրակացություն, ըստ որի հետեւություններ անելով, ելնելով ներքին համոզմունքից, ինչպես նաև ապացուցելով կողմերի փաստերից, այո, համոզվելով դատարան արդեն եզրակացություն կայացնում, թե երեխայի համար ծնողներից որ մեկի հետ ապրելը առավելագույնս կազդի նրա լիարժեք հոգևոր, մտավոր եւ ֆիզիկական զարգացման համար։ Այ ամուսնալուծությունից հետո ծնողը պարտավորվում է վճարել ալիմենտ։ Այ ինչպես է այս կարգը կատարվում եւ արդյոք երկու ծնողներին էլ սա վերաբերում է, թե ընդունված է, որ միայն հայր ծնողը պիտի ալիմենտ վճարի։ Բնականաբար ամուսնալուծությունից հետո ցավոք սրտի առաջանում են հարցեր, որոնք որ վերաբերվում են հիմնականում ծնողներից առանձին երեխաները ոնց պետք է ապրեն, տեսակցության հարցը, երեխաներին ապրուստի միջոց տրամադրելու, անձինս ալիմենտ վճարելու հարցը, եւ եթե դատական կարգով որոշվել է, որ ծնողները ամուսնալուծվելուց հետո երեխան մնում է ծնողներից որևէ մեկի մոտ, դե ընդունված է հիմնականում, որ մայր ծնողի խնամքին է մնում երեխան, միջև չափահաս դառնալը մայրը ծնողը ավելի, այսպես ասած, լիարժեք կարող է իրականացնել խնամք, չնայած որ դա միշտ չէ այդպես լինում են նաեւ բացառություններ, բայց հիմնական թե տարածված, ասենք, բնույթ է կրում, որ միշտ մնում է, ասենք, միշտ չէ, ասենք
ասենք տարածված բնույթ է կրում, որ թողնում է մոր խնամքին, հետեւաբար այն ծնողը, որի խնամքին մնացել է երեխան, իրավունք ունի մյուս ծնողից պահանջել երեխային վճարել ապրուստամիջոց, ալիմենտ։ Միշտ չէ որ դատական կարգով է այդ հարցը լուծվում, քանզի Եթե խնդիրները լուծվում է ծնողների միջև։ Այո, համաձայնությամբ կարող են նրանք այդ հարցը լուծել, ինչպես նաև նրանք էլ կարող են համաձայնություն ձևակերպել, ներկայացնել դատարանին, որ մենք համաձայնության ենք եկել, որ թե տվյալ հարցերը, այսինքն այդ ամուսնացող բոլոր հարցերը մեր միջև համաձայնությամբ մենք կարող ենք, ասենք, լուծել առանց դատական միջամտության։ Այն ծնողը, որի նկատմամբ հարուցվել է հայց ալիմենտի բռնագազման պահանջի մասին, եթե պարզում է, որ ունի վաստակ եւ եկամուտ, մեկ երեխայի համար նրա վաստակի եւ եկամուտից բռնագանձվելու է նրա վաստակի եւ եկամուտի 1/4-ը, եթե 2 երեխա են արդեն 1/3-ը, իսկ եթե 2 եւ ավելի երեխան նրա վաստակի եւ եկամուտի կեսը։ Իսկ կարող է հարց առաջանալ, եթե անձը չի աշխատում, չունի, հենց այդ հարցն է ուզում առաջադրել, չունի ոչ աշխատունակի դեպքում։ Այո, եթե ստանում է գործազրկության նպաստ, ապա գործազրկության նպաստի 20% պետք է բռնագանձվի, սակայն ալիմենտի չափը չպետք է պակաս լինի նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափից, կոնկրետ 10,000 դրամ։ Ես որպես իմ կարծիքս ասեմ, սուբյեկտիվ կարծիքս գտնում եմ, որ 10,000 դրամը դա արդի պայմաններում շատ չնչին գումար է, որ մեկ ամսում երեխայի ապրուստը հոգան, անգամ մեկ շաբաթվա համար քիչ է։ Այո, սակայն օրենսդրությամբ այդքան է սահմանված եւ լինում են դեպքեր, տվյալներով կարող եմ ասել, որ շատ դեպքերում, երբ դուրս է գալիս ծնող աշխատանքից, արդեն հարկադիր կարգով նրանից պետք է բռնագանձի օրենքի պահանջի համաձայն 10,000 դրամ։ Եվ տվյալ պարագայում կա նաև կարելի է ասել, որ կա նաև այլ ընտրանք, երբ նա արդեն չունի վաստակ եկամուտ, ապա ընտանեկան օրենսդրությամբ սահմանված է կայուն դրամական գումար, նրանից բռնագանձելու համար իրավասու է մյուս ծնողը դիմել դատարան, ինչ է նշանակում կայուն դրամական գումար, այսինքն խոսքը վերաբերում է ստաբիլ որևիցե մի գումարի, որը որ ամեն ամիս մյուս ծնող անկախ նրանից նա որտեղից կա հայտարարում է դատարան, որ ես ոչ միտեղ չեմ աշխատում եւ այն, դա հենց խոսքը վերաբերում է այդ դեպքերին, որ պարտավոր է ծնողը ամեն դեպքում պարտավոր է երեխայի համար ապրուստի միջոց տրամադրել, անկախ այն հանգամանքից աշխատում է, չի աշխատում։ Այսինքն այն պարագայում, եթե նա չունի վաստակ կամ եկամուտ, կամ վաստակ եկամուտ ստանում է փոփոխական, այսինքն մշտական ու նույն ստաբիլ գումարը չի նրա վաստակի կամ ստանում է արտարժույթի կամ բնամթերքի տեսքով իր վաստակը այդպես է, տվյալ պարագայում արդեն նրանից ալիմենտի բռնագանձման չափ պետք է սահմանի կայուն դրամական գումարով եւ այդպիսով իսկ երեխայի ուշադրության արժանի շահեր եւ այլ շահեր հաշվի առնելով միջին ասենք 25-30 միգուցե ավելին, այսինքն հաշվի առնելով թե միջինը երեխայի ծախսերը ինչքան են կազմում, ըստ այդմ է դատարանը իրավասու է սահմանել հենց այդ գումարը։ Ձեր նշածից կարելի է եզրակացնել, որ մայր ծնողը եւս, եթե զրկվում է իրավունքից երեխայի խնամակալության, պարտավորվում է վճարել համապատասխան ալիմենտը։ Միանշանակ, եթե մայր ծնողը կամ հայր ծնողը կապ չունի, ծնողական իրավունքներից զրկվել են, նրանք չեն ազատվում իրենց ծնողական պարտականությունները կատարելուց։ Իսկ հետևանքները կարող հարց առաջանալ, հետևանքներ ունի ծնողական իրավունքներից զրկելու հենց այդ եթե չեն վճարում ալիմենտը ամեն դեպքում։ Եթե ալիմենտը չեն վճարում, օրենսդրությամբ, ինչ պատասխանատվության է ենթարկվում։ Օրենսդրությամբ, եթե սահմանված կարգով, արդեն որոշված օրինական ուժի մեջ մտած դատական ակտով վճռով պարտավոր է վճարել ալիմենտ, 2 ամիս, 3 ամիս նրանք չեն վճարում, նույնիսկ կարող է նրանք քրեական պատասխանատվության ենթարկել, որովհետև քրեական օրենսգրքով նախատեսված են դրա հետևանքները, այսինքն դա հանցագործություն է։ Այսինքն կարող են ազատազրկել նախատեսվում է նաև սկսած հենց տուգանքից, որոշակի ասենք հանգամանքներ հաշվի առնելով նրանք կարող են տուգանել, կարող են նաև ազատազրկել։ Ամենայն տարի է այս դեպքում սպառնում ծնողին ազատազրկման դեպքում։ Միանշանակ կարող եմ ասել, որ նման հարցերը քննարկելիս նախսկզբի համար հենց տուգանվում են 100-ից 300 պատիկի չափով, հետագայում նույն արարքը կրկին անգամ կատարել եւ այլն, բնականաբար կարող է ինչպես համակցվել նաև երեխայի նկատմամբ այլ ծնողական պարտական
պարտականությունները չարամտորեն խուսափելու հանգամանքներ ունելով նույնիսկ ազատազրկում։ Սակայն մեծ մասամբ, երբ ալիմենտը չի վճարվում, կուտակում է ալիմենտային պարտավորվածություն, որը վաղեմության ժամկետ չունի։ Այսինքն ծնողը պարտավոր է այդ ալիմենտը վճարել այնքան ժամանակ, ինչքան որ ասենք մինչև երեխայի չափահաս դառնալ, այո։ Դե կարող է նաև հարց առաջանալ, ով է կոչում երեխա։ Բնականաբար երեխա է կոչում այն ֆիզիկական անձը, որը դեռ չի լրացել 18 տարի։ Մինչև 18 տարին լրացած ցանկացած անձ կոչում է երեխա։ Դրանից հետո արդեն չափահաս անձ է, որ ինքը կարող է հոգալ իր կարիքները, դեռ ավելին կարող է իրենց ծնողները հետագայում նրանից ինչ որ ալիմենտ պահանջեն։ Կարող է իրավունքից զրկված ծնողը վերականգնել իր իրավունքները։ Միանշանակ ծնողական իրավունքների զրկման հետևանքները ես նախ նշեմ, եթե թույլ տաք, հետևանքները այն է, որ նա երեխայի հետ ազգակցական այդ բոլոր փաստերը վերացվում են, ոչ թե վերացվում են, այլ նա իրավունք չունի որպես երեխայի ազգակից, երեխայի որպես ծնող որոշակի իրավունքներ իրականացնի, ասենք պետական նպաստներ ստանալ, արտոնություններ, որոնք օրենքով նրան որպես ծնող նախատեսված են, միաժամանակ պարտականությունները նա պետք է միջև վերջ իրականացնի որպես ծնող, բայց միևնույն ժամանակ այն պատճառը, որ հանդիսացել է նրանց ծնողական իրավունքներից զրկելու համար, դրա վերացումից հետո նա կարող է դիմել դատարան, խնդրել, որպեսզի դատական կարգով վերականգնվի նրա ծնողական իրավունքները։ Այսինքն, եթե նա ալիմենտ չէր վճարում, խուսափում էր երեխայի դաստիարակությունը իրականացնելուց, նրա զարգացմանը հետևի, կրթությանը հետևի, երեխայի հոգևոր մտավոր եւ փոխի վարքագիծը, իր այդ թեյուներ հիվանդություններ, ալկոհոլմոլությամբ էր տառապում, թմրամոլությամբ էր տառապում եւ այլն, եւ այսինքն որպես ծնող լիակատար սկսի իրականացնել ծնողական իրավունքները եւ պարտականությունները, ըստ այդմ էլ կարող է ինչու՞ չէ դիմել դատարան այդ իրավունքները վերականգնելու համար։ Եվ բնականաբար այն ծնողը, որ զրկված է ծնողական իրավունքներից, իրանք էլ չունի երեխայի հետ տեսակցելու, նրա հետ շփվելու, որովհետեւ հենց այն պատճառով, որ նրա վարքագիծը եւ այլ վերաբերմունքը բացասակար են ազդում երեխայի վրա, դա էր հանդիսացել պատճառ նրան զրկել։ Իսկ բնականաբար այդ տվյալ պատճառը վերանալուց հետո նա նույնպես իրավունք ունի շարունակել տեսակցել իր երեխային, մասնակցել նրա կրթության, դաստիարակության հարցերին։ Ինչպես նաև պետք է նշեմ, որ խոսեցինք ծնողների մասին, հարց կարող է առաջանալ իսկ երեխայի մյուս ազգակիցները, տատիկ, պապիկները ինչ իրավունքներ ունեն։ Միանշանակ, եթե խոսացինք, հիշեցի, որ տեսակցության մասին խոսացի, հիշեցի, որ օրենսդրությամբ նաև նշված է այդ վավերապայմանները, որ երեխայի ազգակիցները, այսինքն այն ծնողը, որից առանձին ապրում է երեխան, ունի իրավունք տեսակցել երեխային, ինչպես նաև պապիկ, տատիկների ազգակիցները իրանց հերթին էլ իրավունք ունեն դիմել խնամակալության քեբարձության մարմիններին, դատարանին, որպեսզի վերացվի այն խոչընդոտները, որ ստեղծում է մյուս ծնողը, որի մոտ գտնվում է երեխան, տեսակցեն առանց խոչընդոտների իրենց թոռանը, իրենց բալիկի հետ եւ ականատես լինեն երեխայի մեծացման, զարգացմանը, որ շատ լավ է, որ երեխան լիարժեք երկու ծնողների կողմից դաստիարակություն ստանա, ճանաչի երկու ծնողներին, իր բարեկամներին եւ բնականաբար պետք է յուրաքանչյուր ծնող, որ ցավոք սրտի հայտնվել է այդ իրավիճակում, որ արդեն ամուսնալուծության հարցը իրանց լուծված է եւ արդեն պետք է մտածեն երեխայի համար առավելագույնս անեն, գան համաձայնության, որպեսզի երեխան որևիցե ձև չկաշկանդվի եւ չզգա որևէ մի ծնողի պակաս։ Հուսանք նման հարցեր շատ քիչ կքննարկվեն մեր բնակչության շրջանում։ Շնորհակալություն հարցադրումներից բառիչ պատասխան տալու համար։ Ծնողական իրավունքներն ու պարտականությունները հայերիս մոտ երբեք չեն ավարտվում։ Մենք միշտ էլ ականջալուր ենք մեր ծնողներին։ Այսօրվա համար այսքանն էինք նախատեսել։ Հիշեցնեմ նաև, որ մեզ կարող եք գտնել նաև համացանցում, Facebook-ում կամ artsakh.tv.am կայքում։ Ցտեսություն։